Էդ ինչ եք տեսնել։ Դարիա։ Որը ուզում եք, նա վերցրեք։ Լավ, շատ լավ։ Այսինքն սուկուլենտներ են կամ ավելի ճիշտ հայերենով թանձրատերևուկներ, հա, իրանց մեջ շատ ջուր կա, պետք է իրանց ջրենք առաջ, որ ամբողջ հողը թրջվի, չորանալուց 3, 4, 5, 10 օր հետո, հողը պետք է չորանա, երբ որ խոնավ հողին նորից ջուր լցնեք, պարզապես կմրցի ձեր բույսը, այո, որովհետև ջուրը շատ է, չի կարողանում խմի, ու այդ շատ ջրից տիրատերևները ներխում են և արմատը։ Երբ որ հողը չորանի մա, դրանից մի 5 օր հետո կարող եք ջրել։ Ես 10 ասում եմ, որ չի չանա, բայց 5 օր հետո կարող եք ջրել։ Թո 3 օր հետո լի, բայց խոնավ չլինի ձեր հողը, պարզա։ Եթե խոնավ հողին ջրեք, ձեր բույսերը ընդամենը կփչացնեն։ Հիմա ջրացա։ Վաղը կջրեք։ Բայց ոչ խոնավ է, ոչ չոր է մեր հողը այսօր, վաղը կջրեք։ Հիմա նաև ինչ ասեմ, երեխեք ջան, մի գաղտնիք էլ ասեք, բոլորդ ուշադիր լսեք, որովհետև բույսերը հիմնականում ստանում են այդ ոսկե կանոնները չիմանալու պատճառով։ Հիմա լցվել է մեր արմատները ենթադրենք ծաղկամանի մեջ։ Պետք է ընտրենք այլ ծաղկաման, տեղափոխենք այլ հողի մեջ։ Բայց ինչպիսի ծաղկաման ընտրենք։ Ծաղկամանը ընտրում ենք կախված բույսի արմատների մեծությունից։ Եթե մենք այս ամանից անենք լցված արմատներով, հաջորդ ծաղկամանը թաղարը պետք է մի քիչ սրանից մեծ լինի։ Ես հիմա ցույց տամ իր չափը։ Եթե արդեն ամբողջովին արմատները լցված լինի,
մի քիչ հող լցնում ենք դրա տակը, հողով դնում ենք մեջը և 4 կողմը նորից հող ենք անում։ Բույսը ստրես չի տանում, արագ արմատները տարածվում են թաղարի դեպի պատերը, լցվում են և ուժը տալիս է վերևին։ Իսկ եթե թաղարը ընտրում ենք մեծ, սովորաբար ձեր ծնողները չգիտեն, դու պետք է սա տանը ձեր ծնողներին սովորեցնեք։ Մենք հայերը սովորենք մեծ ծաղկաման մեջ մի հատ փուչուր բույս են բռնում, ասենք սպասենք այս բույսը մեծանա, չի մեծանա։ Կարող է մեծանա 10 տարի հետո մի քիչ։ Բայց այդ կարող է, հնարավոր է, շատ հնարավոր է եւ ավելի հավանական է, որ այդ բույսը փչանա։ Ասեմ նաեւ ինչու, որ դուք իմանաք։ Որովհետև ջուրը լցնում ենք, այդքան ջուր չի կարողանում խմի, շատ է, չէ՞ ամանի միջի հողը։ Եվ ինքը կամաց մահանում է։